Կարճ, երբ երկրի ղեկավար է նշանակվում կամ ընտրվում, նրա առաջի գործը երկրի մայր օրենքի, ասել է թե սահմանադրության և Աստվածաշնչի վրա ձեռքը դնել և երդվելն է։ Ինքը երդվում է, որ երկրի տարածքային ամբողջականության պատասխանատուն է։ Ինքը երդվում է, որ հանրության անվտանգության երաշխավորն է, սոցիալական արդար պայմաններ ստեղծելու երաշխավորը, շարժման, տեղաշարժման, ազատ մտքի, ազատ խոսքի երաշխավորը։ Տեսնենք ինչ է տեղի ունենում։ Ունենք ղեկավար, ով ոչ թե երաշխավորում է մեր անվտանգությունը, այլ սպառնում է մեզ պատերազմով։ Այստեղից դուրս գանք և ասենք չկա, պատերազմ կսկսվի։ Եթե ինձ չընտրեք, կործանարար պատերազմ կսկսվի։ Եվ ինքը անգամ որոշում է, թե այդ պատերազմի ելքը ինչպիսին պետք է լինի, կործանարար։ Արդյոք այդ ղեկավարն արդեն իսկ իր վրա սահմանադրական կարգը խախտելու պատասխանատվություն, հանցանք չի վերցնում։ Սեփական ժողովրդին իր շահ թշնամու վախով ենթարկեցնել թշնամուն և կորզել հայրենիք ի օգուտ թշնամու։ Չհամաձայնվեցիր պատերազմ, չընտրեցիր պատերազմ, այն էլ կործանարար, ելքը վճռված և ի վնաս քեզ ելքը վճռված պատերազմ։ Սա բավարար է, որ Նիկոլ Փաշինյանին փողոցում տեսնելիս ուղղակի ասել հանցագործ և հորդորել դատախազին, ոստիկանությանը, իրավապահ համակարգին, կալանավորել նրան, ոչ թե ձեռքը սեղմել և ստանալ հանցագործի պիտակ խորհրդային Հայաստանի քարտեզը կամ դրա հերթական ստերի կործանարար ծրագրի բուկլետը։ Եղեք արժանապատիվ, սրան հանդուրժելը ոչ միայն կործանարար է, այլ անբարոյականություն է։ Մնանք խաղաղությամբ։